Ազգային ժողովի հարգարժան 1000 դրամների նախագծի քննարկումը խորհրդարանում ընդդիմադիրների շրջանում աննախադեպ բանավեճի պատճառ դարձավ։ Ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ վեճ սկսեց Զարուհի Փոստանջյանը։ Փաշինյանը ամբիոնից հայտարարեց, որ իշխանության կոռումպացված լինելու մեջ ինքը չի կասկածում, բայց եթե օրենքը չընդունվի էլ միևնույն է իշխանությունները շարունակելու են կոռումպացված մնալ։ Փոստանջյանն էլ պնդեց, որ գումարը իշխանություններին է գնալու։ Մենք այս 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին։ Հիմա Զարա ջան, Միխանգարեդի դիրզոք։ Հանգիստ։ Հիմա խնդրում եմ րոպեն պահեք։ Ինչ եմ այդպես ասում։ Թույլ տուր կարելի է։ Ընդդիմադիրների թեժ բանավեճին միջամտեց ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին։ Պարոն Փաշյան, ներողություն եմ խնդրում։ Խնդրում եմ Ես որպես նիզվարող դուք ելիք պատասխանեք։ 6 րոպեն պարոն Փաշինյանի պահեք, հարգելի գործընկեր։ Ես խնդրում եմ, եթե ուզում եք ելույթ ունենալ, հերթագրվեք ելույթ ունեցեք։ Բերեք էլեմենտար իրար հարգենք։ Ամբիոնին մոտեցավ Զարուհի Փոստանջյանը, նախագիծը հրեշավոր որակեց, հայտարարեց, որ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի համար գումար է հավաքվում, մինչդեռ նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ապրիլյան պատերազմի եւ կորսված տարածքների ու կյանքերի համար։ 1000 դրամների նախագիծը Փոստանջյանը կոռուպցիոն որակեց եւ ասաց, որ պաշտոնյաները իրենց գումարներով էլ կարող են օգնել զինծառայողներին, հիշեցնելով, որ հենց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կինը մեծ գումարներ է հայտարարագրել։ Ուղղակի ամոթը եւ խայտարակություն է։ Եվ ովքեր որ ասում են սա միասնության է, պետք չի դեմ քվեարկել, հենց պետք է դեմ քվեարկել, ոչ թե կողմ քվեարկել։ Պետք է մասնակցել եւ դեմ լինել, որովհետեւ սա սկզբունքային հարց է։ Սա գնահատական է այն 25 տարիների, որ մենք անցկացրել ենք։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Փոստանջյանի ելույթին չի անդրադառնա, քանի որ այդ դեպքում պետք է հայհոյի։ Իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ առանց հայհոյանք օգտագործելու։ Իսկ դաստիարակությունը չի թույլ տալիս անել երկրորդը։ Ներկայացնելով 1000 դրամների նախագծում կատարված փոփոխությունները Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել պատգամավորներից, բայց վճարումը կամավոր դարձնելու առաջարկը չեն ընդունել։ Վճարից կազատվեն միայն զինծառայողների ընտանիքները, իսկ օրենքով իրավական կարգավորում են տվել զինծառայողներին օգնելու քաղաքացիների ցանկությանը։ Հնարավորություն ենք ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար այն կամքը, որը արտահայտվեց ապրիլին, ինչպես հաճախ այս օրերին նշվում էր, ավելի կենտրոնացված, կազմակերպված եւ իրավական ձև հաղորդած դրան, հնարավոր լինի պարբերական բնույթ հաղորդել դրան։ Նախարարի խոսքը ընդդիմադիր պատգամավորների զայրույթը առաջացրեց, Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը շտապեց ամբիոնի մոտ, հիշեցրեց, որ ապրիլին քաղաքացիները կամավոր էին օգնում իրենց հերոսներին, իսկ հիմա պետությունը փորձում է իր գործառույթը պարտադրանքով քաղաքացու ուսերին դնել։ Քաղաքացուն թույլ տվեք ինքը արտահայտի իր վերաբերմունքը 100,000 դրամով։ Դուք պարտադրանք եք ներկայացնում ցանկացած աշխատողի 1000 դրամով եւ ասում եք քաղաքացին իր հերոսի նկատմամբ իր վերաբերմունքը պետք է արտահայտի, ոչ։ Վիգեն Սարգսյանը հորդորեց ուշադիր քվեարկել, քանի որ արդյունքներին դահլիճից դուրս են հետևում։ Եվ ինչպես եւ նախորդ անգամ պետք է բոլորին խնդրեմ քվեարկության հարցում լինել շատ ուշադիր, յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է եւ բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում սատարել այս օրենքին, շնորհակալ կլինեմ չմասնակցության համար քվեարկությանը կամ գոնե ձեռնպահ քվեարկելուն։ Շնորհակալություն։ Պաշտպանության նախարարի այս հորդորն էլ Էդմոն Մարուքյանին մտահոգեց, պնդեց, որ նախարարը ոչ մի էական առաջարկ չի ընդունել, փոխարենը իր հորդորներով անարդարացիորեն կասկածի տակ է դնում իրենց հայրենասիրությունը։ Հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ով որ դեմ է եղել կամ ձեռնպահ է եղել, կամ չի աջակցում այս գաղափարը, այս ձևով, այս աղբյուրից այս գումարները հավաքագրելու գաղափարը, նա հայրենասեր չի կամ նա ավելի քիչ մտահոգ է այն մարդկանց համար, ովքեր որ վիրավորված են։ Հանրապետական Մարգարիտ Եսայանն էլ կրկնեց պաշտպանության նախարարի հորդորը, պնդեց, մարդիկ հետևում են քննարկմանը, զանգում իրենց, այս ամենը նրանց համար վիրավորական է։ Դեմ եք, հասկանում եմ, ես սկզբունքային մարդ եմ ինքս, գնահատում եմ սկզբունքները։ Մի քվեարկեք, մի եկեք,
Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը պատգամավորներին հորդորեց դեմ քվեարկել։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ նախագծի հետ խնդիր չունեն, բայց ժողովուրդը չի հավատում, որ այն կիրականացվի, քանի որ վստահության պակաս կա իշխանության հանդեպ։ Բարգավաճ Հայաստանը բնականաբար կողմ է քվեարկելու այս նախաձեռնությանը։ Ամփոփիչ ելույթում պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ օրենքը լիարժեք կատարվելու է եւ դրա երաշխիքը իր քաղաքական ապագան է։ Նա հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել, քանի որ ապագայում հպարտանալու են դրա համար։ Քննարկումն այսօր ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա վաղը։ Շնորհակալություն, պարոն նախարար։